Մարտուն Գրիգորյանը վերջապես խոսեց քիչ առաջ սոցիալական ցանցի իր էջերում կատարել է գրառում «Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս, ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է»։ Մեկնաբանությունները լի էին խնդրանքով «Պարոն Գրիգորյան, շատ մեծ խնդրանք, հուսախաբ չանեք, ազգիս մի գրամ չեմ կասկածում ձեր ազնվությանը»։ Հետևորդներից ոմանք էլ խնդրել էին, որպեսզի ավելի պարզ մանրամասն տեղեկացնի ժողովրդին։ Բայց ոմանք էլ կարծում են, որ ՔՂՊ-ն քաղաքապետ չի ունենա, որովհետև կմիանաք մյուսներին, թե ուղղակի ոչ մեկի չեք միանա ու նոր ընտրություններ կլինեն։ Ասեմ երկրորդ տարբերակը ՔՊ-ի օգտին ա, թե ինչ կորոշի Մարտուն Գրիգորյանը ցույց կտա ժամանակը։ Միացեք մեր ալիքին, որպեսզի առաջինը տեղեկացված լինեք նրա որոշման մասին։ Հրապարակ.am-ը գրել է. Գյումրիում տեղի ունեցած ընտրություններից հետո մարդիկ շունչները պահած սպասում են Մարտուն Գրիգորյանի որոշմանը, եթե միանա Վարդան Ղուկասյանին, կհաղթի, ընդդիմությունը չմիանա ՔՊ-ն։ Հրապարակի լրագրողն այս պահին Մարտուն Գրիգորյանի շտաբում է, նկարահանող խումբը գնացել էր նրա տեսակետը լսելու և հասկանալու, ում է նա նախապատվությունը տալու՝ ընդդիմադիր թեկնածուին, թե ՔՊ-ական Սարիկ Մինասյանին։ Պարզվեց Մարտուն Գրիգորյանն իր շտաբում չէ, ավելին նրա թիմակիցներից որևէ մեկը չկա, որ մեկնաբանություն վերցնենք, արդեն շուրջ 40 րոպե Հրապարակ.am-ի լրագրողը գտնվում է այնտեղ, սպասում է ավագանի անցած թիմի ղեկավարին։ Քիչ առաջ Գյումրու ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի գյումրեցիներ, սիրելի համաքաղաքացիներ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ քվեի, յուրաքանչյուրիդ վստահության և պատվախնդրության համար։ Մեզ համար մարդը բարձրագույն արժեքն է, մեր սկզբունքներում տեղ չունեն սպառնալիքը, պարտադրանքը, խաբեությունը, ցինիզմն ու սուտը։ Սիրելի գյումրեցիներ, պարտավորված ենք ձեր վստահության համար, որն ի ցույց եք դրել ապահովելով կրկնակի քվեների համեմատություն շեմը հաղթահարած երկրորդ ուժի։ Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին, շարունակելու ենք Գյումրու զարգացման և շենացման մեր բոլոր ծրագրերը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի» ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է, շնորհավորում եմ քաղաքացու վստահությանը, արժանացած ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին և թեկնածուներին։ Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն, դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ», գրել է նա։ Այս պահի դրությամբ ամփոփվել է 81 ընտրական տեղամաս 82-ից։ Այսպիսով, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 16938 ձայն է ստացել, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 9537, Ապրելու երկիր կուսակցությունը 1658, Մայր Հայաստան կուսակցությունների դաշինքը 2844, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը 642, Եվրադաշինք կուսակցությունների դաշինքը 2071, Դեմոկրատական այլընտրանք կուսակցություն 1387, Մեր քաղաքը կուսակցությունների դաշինք 7296, Իմ հզոր համայնք կուսակցությունը 3659, Անճշտությունների գումարային չափը 172 և անվավեր քվեաթերթիկների թիվը 613։ Պատրաստ է մեր ավագանիների կազմով քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին այս մասին հայտարարություն է տարածել Իմ հզոր համայնք կուսակցության Գյումրիի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։ Սիրելի գյումրեցիներ, շնորհակալ եմ ձեզ, որ այս կարևոր շրջափուլում դուք կանգնեցիք իմ կողքին, իմ թիկունքին և իմացեք, յուրաքանչյուր քվե, որ ստացել եմ ձեզնից, ինձ համար անգին է։ Ես որպես Իմ հզոր համայնք կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու հայտարարում եմ. պատրաստ եմ մեր ավագանիների կազմով առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին, քանի որ առաջադրվելուց ես ձեզ խոստացել էի չհաղթելու դեպքում սատարելու եմ գյումրեցիների առավել շատ քվեներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին։
Գյումրեցին։ Ուրախ եմ, որ իմ դերն եմ ունեցել այն բանում, որ այս պատուհաս իշխող ուժը չկարողանա հաղթել Գյումրիում, հավատում եմ, որ սրանց անկումների շարքը սկսված է։ Իմաստնություն բոլորիս և բարի լուսաբաց հարազատ քաղաքիս ասված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մայր Հայաստան դաշինքը միանում է առավելագույն ձայն հավաքած ընդդիմադիր ուժին։ Իսկ Փարաքար համայնքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը շնորհավորել է Վոլոդյա Գրիգորյանին հաղթանակի կապակցությամբ։ Սիրելի փարաքարցիներ, շնորհակալ եմ ընտրությանը ակտիվ մասնակցելու և 2021 թվականի ընտրությունների համեմատությամբ մեր քաղաքական թիմին տված ավել վստահության քվեների համար։ Շնորհավորում եմ համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթած թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին։ Փարաքարը մեր տունն է ու բոլորիս անելիքն է առավելագույնը անել Փարաքար համայնքի զարգացման համար, ասվում է Գյուլնազարյանի գրառման մեջ։ Հրապարակախոս Գագիկ Քամալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Թաթոյան Արմանին հլը հարցրեք կեղծվել են ընտրությունները, հլը հարցրեք երբ դու օմբուդսմեն էիր, հնարավոր էր որևէ համայնքում, այն էլ Հայաստանի երկրորդ քաղաքում այսպիսի պատկեր լիներ ընտրություններից հետո, սա չեմ ասում նրա համար, որ ՔՊ-ն իրեն լավ զգա, ՔՊ-ն հիմա դեմոկրատական ընտրություններով պարտվում է կրիմինալին, թաղի խուժանին, մի խոսքով կրկին էլեկտորալ ժողովրդավարությունը վտանգված է, բայց այն, որ ամիսներ շարունակ պնդում էին, որ այս իշխանությունը կկեղծի ընտրությունները, կրկին քարոզչական փուչիկ դուրս եկավ։ Մի խոսքով հեղափոխական էյֆորիան ավարտված է ու հայաստանյան իրականությունը վերադարձել է 2018 թվականի մարտ ամիս։ Նույն վիճակում են գտնվում նաև եվրոպամետները, այս կոնտինգենտն էլ չի կարողանում հասկանալ, որ բոլորը վատն են, մենք լավը, հռետորաբանությունը չի գործում, ավելին նրանք գնացին ամենավատ ճանապարհով, թիրախավորելով ՔՊ-ին այն դեպքում, որ իրենք պետք է ավելի շատ տատանվող զանգվածի վրա աշխատեին։ Սարսափելին այն է, որ այս ամենի արանքում տուժում է պետությունը, մտածող ու բարեկիրթ քաղաքացին, սկզբունքներ ունեցող մարդը, որը հասկանում է, եթե նախկիները ռևանշի հասնեն, ստալինյան ռեպրեսիաները կվերադառնան Հայաստան»։